Անցնող շաբաթ լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձավ սեռական ծառայություններ մատուցող կանանց, այսպես ասենք, մասնագիտական կայքի հայտնությունը։ Եթե ճակերտավոր քաղաքակիրթ աշխարհի համար նման կայքերի գոյությունը վաղուց արդեն նորություն չէ, ապա Հայաստանի պարագայում ինչպես այդ բնույթի կայքերը, այնպես էլ մեծ հաշվով ամեն ինչ կապված է այս ոլորտի հետ, փորձ է արվում ավելի շատ չնկատելու տալ, քան խոսել լուծումների մասին։ Արդյոք հնարավոր է արգելել մարմնավաճառությունը իրավական որևէ մեխանիզմներով։ Աշխարհի ոչ մի երկրում անել դա դեռևս չի հաջողվել։ Հետևաբար, եթե հնարավոր չի արգելել երևույթը, ուզենք թե չուզենք, միշտ էլ լինելու են նաև դրա ամենատարբեր դրսևորումները, որոնցից մեկն էլ մարմնավաճառության ոլորտում, այսպես ասենք, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն է։ Ինտերնետի, սկայպերի ու սոցիալական ցանցերի դարում ուզենք դա թե ոչ, թիթեռնիկներն էլ կամաց-կամաց զարգանալու են, դառնալով IT թիթեռներ։ Ցանկանալու հասարակության մեջ արմատախիլան ամբողջը։ Եվ ահա Հայաստանում նույնպես, իհարկե ոչ մեծ հանդիսավորությամբ, առանց ֆուրշետների ու նվագախմբերի, բայց բացվեց մարմնավաճառների առաջին հայկական մասնագիտացված կայքը։ Արդարության համար նշենք, որ նման ենթակայքեր տարբեր անվանումներով, տարբեր կայքերի մեջ վաղուց արդեն կան, նույն աղջիկներով։ Հետևաբար, խնդիրը մեղմ ասած բոլորովին էլ նոր չէ։ Այլ հարց է, որ կոնկրետ այս դեպքում աղմուկը մեծ էր եւ հակազդեցությունն էլ համապատասխանաբար մեծ եղավ։ Կայքի գործունեությունը շատ արագ դադարեցվեց, կայքի հեղինակն էլ հայտնաբերվեց։ Բայց ամեն դեպքում սա խնդրի լուծում համարել իհարկե միամտություն է։ Եվ այդուհանդերձ կայքի շուրջ բարձրացած աղմուկը ստիպեց մեկ անգամ եւս կենտրոնացնել ուշադրությունը խնդրի վրա։ Սիրանուշ Մուրադյանի հեղինակային ռեպորտաժը հենց այս խնդրի մասին է։ Այսօր բաժինը կատարում է գաղտնիետականություն www.armgirls.am-ում թիթեռնիկներ այլևս չկան։ Անցնող շաբաթ ստեղծված կայքը երկար կյանք չունեցավ, հենց անցնող շաբաթ էլ արգելափակվեց։ Այսօր կայքում տեղադրվածը սա է։ Յուրօրինակ զգուշացում է լրատվամիջոցներին, ասվում է, որ մեջբերում եմ, այս կայքը պատրաստվել է որպես փողոցային մարմնավաճառության այլընտրանքային միջոց, համացանց տեղափոխվելու նպատակով, որը մեր կարծիքով ավելի ցիվիլ տարբերակ է, երբ դրա դեմ պայքարի միջոց չկա։ Տվյալ կայքում մարմնավաճառները հնարավորություն են ունեցել գրանցել իրենց տվյալները եւ ոչ թե մարմնավաճառությամբ զբաղվել փողոցում կանգնած։ Մեջբերման ավարտը։ Իսկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կայքի հեղինակ 22-ամյա տղան խոստովանել է, որ ինքն է ստեղծել Armgirls.am-ը, որտեղ տեղադրել է հայ մարմնավաճառների տվյալները, լուսանկարները, ինտիմ ծառայությունների համար սահմանված գները, ինչպես նաև հեռախոսահամարները, այդպիսով ի դեպ նպաստելով նրանց մարմնավաճառությամբ զբաղվելուն, ինչը քրեորեն պատժելի արարք է։ Այսօր սակայն սույն կայքում տեղակայված հաղորդագրությամբ մտահոգություն է հայտնվում, թե լրատվամիջոցներն անօրինական են գործել, երբ գրելով կայքի մասին ներկայացրել են նաև այնտեղ հրապարակված 19 տարեկան եւ ավելի բարձր տարիքի կանանց լուսանկարները, խտրականության առջև կանգնեցնելով մեր երկրի լիիրավ քաղաքացի այդ կանանց ձևակերպումը կայքինն է։ Ես շատ ավանդապաշտ եմ եւ կցանկանայի, որ հասարակության մեջ արմատախիլ անել ամբողջական այդ երևույթը։ Prostituo լատիներեն բառ է, նշանակում է ամոթ, խայտարակություն, անպատվություն, սեռական ծառայություններ փողի դիմաց, հանրահայտ է որպես աշխարհի հնագույն մասնագիտություն, արմատները ձգվում են մինչև մարդկության պատմության վերջին 5000-ամյակի սկիզբը։ Մեր երկրում այդ մասնագիտությամբ զբաղվելը քրեորեն պատժելի չէ, վարչական իրավախախտում է համարվում, բռնելու դեպքում տուգանում են։ Մինչև այժմ տուգանքի չափը ընդամենը 1000-2000 դրամ էր։ Փետրվարին սակայն խորհրդարանն օրենքում փոփոխություններ կատարեց, դրանք կկիրառվեն հունիսից, մարմնավաճառները կտուգանվեն 50-ից 100,000 դրամով, կախված հանգամանքից, թե որերորդ անգամ են բռնվում այդ գործում։ Ոստիկաններն անհանգստացած են, հնարավոր է տուգանքի չափի կտրուկ մեծացմամբ պայմանավորված նրանք սկսեն ավելի թաքնված ընդհատակում գործել ու իրենց գործը բարդանա։ Դե չեն թողում աշխատենք, ասում են իրավունք չկա, պիտի չկայնենք, պիտի վերանանք, ոստիկանները գալիս են տանում են քաղմը ստանեն մաշկաբեներական ու վсё։ Լավ չի որ տանում են ձեզ մաշկաբեն։ Էդ է լավ է, բայց գործից ենք ընկնում։ Սա որ ոչի կարելի տանել։ Քանի անգամ են ասել թե։ Դե օրը 4 անգամ բռնել է, 4 անգամ է տալն են 4 օրվա մեջ։ 22-ամյա Մանեն տատի եւ զույգ երեխաների 4-ամյա աղջկա ու տղայի հետ է ապրում։ Գործը, որով զբաղվում է Աբովյանցի երբեմնի մերկապարուհին, արդարացնում է, վաստակի ուրիշ միջոց չունեմ, ասում է։ Քանի անգամ ասենք ոստիկանություն գնացած։ Շատ։ Հետևած եմ խոսում արղայի։ Եկեք խոսացեք, դուք եք խոսացեք, այ համբալներ։ Այս խնդիրը աշխարհում
դժվար լուծելի է համարվում։ Ում պատժել՝ մարմնավաճառին թե հաճախորդին։ Շվեդիայում օրինակ օրենքով պատժում են հաճախորդներին։ Այս երևույթն օրենքով են հսկում Գերմանիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Հունաստանում, Թուրքիայում եւ այլուր։ Ազգային նկարագիրը չվարկաբեկելու համար Հունգարիայում օրինակ վիճակագիրները մարմնավաճառությունն ընդգրկել են ծառայությունների արտահանման բաժնում։ Հիմնական հաճախորդները օտարերկրացիներն են։ Հայաստանում այսօր հաշվառված 404 մարմնավաճառ կա, բայց ոստիկանության գնդապետն ասում է, պետք է դրան գումարել նաեւ այսպես կոչված էլիտար թիթեռնիկներին, որոնց նույնիսկ մոտավոր թիվը հայտնի չէ։ Նրանք սովորաբար փողոցներում կամ կայքեջերում չեն երևում։ Զանգերով են ծառայություններ մատուցում։ 404 մարմնավաճառներից 337-ը վեներական հիվանդներ են։ Սա հանրապետությունում, այդ թվում մեկը միավով։ Այս հիվանդություններով վարակելն էլ իդեպ օրենքով պատժելի է, ծանրությունից կախված մինչև 2 տարի ազատազրկում է նախատեսում քրեական օրենսգիրքը։ Անցյալ տարվա ընթացքում մոտ 200 մարդու մոտ արձանագրվել է միավ վարակ։ Դրանցից կարող է 1-2-ը մարմնավաճառ են կամ նման գործով են զբաղվում։ Հոնորեա, շանգր, սպիդ, սեռական վարակ համարվող 22 տարածված հիվանդությունները գլխավորողներն են։ Լավ դիտեք այս կադրերը, սա սպառնալիք է մարմնավաճառի ծառայությունից օգտվող յուրաքանչյուրի համար, եւ ըստ մասնագետների ամենևին էլ տարբերություն չկա, կին թե տղամարդ մարմնավաճառես, տարածման վտանգավորությունը նույնն է։ Ես զբաղվում եմ մարմնավաճառությամբ, կանգնում եմ փողոցներում, այդ գումար եմ վաստակում, իսկ Ձմեռվա այդ ամիսների ընթացքում օգտվում եմ հեռախոսային զանգերից։ Զանգում են, կանչում են, որ պետք եմ լինում, ես կոնկրետ ստրիպտիզ եմ պարել, ունեմ իմ կլիենտների։ Բարձր եմ վճարում իրան։ 60-70 հազար, մինիմում $100։ Ահա այսպես, իսկ մինչև կգտնվեն երևույթի հսկողության կարգավորման ռացիոնալ ուղիները, բժիշկներն ուզում են, որ իրենց այս մարդիկ ավելի շատ դիմեն, որպեսզի կարողանան կանխարգելել այդ վտանգավոր հիվանդությունների տարածումը։ Իսկ ոստիկանների ցանկությունը վիրտուալ ու շոշափելի թիթեռների տոհմածառը արմատախիլ անելն է։ Սիրանուշ Մուրադյան, Հարություն Վարդանյան, Առաջին լրատվական։ Ամեն դեպքում մի բան կարծեք, թե ակնհայտ է։ Սա մի խնդիր է, որը լուծում, այնպիսի լուծում, որը կարող էր լավագույնը լինել, ուղղակի չունի։ Իհարկե կան երկրներ, որտեղ մարմնավաճառությունը օրինականացվել է, բայց բոլոր նման դեպքերում էլ այս ոլորտը միևնույն է, տնօրինվում է հիմնականում մաֆիոզ խմբավորումների կողմից։ Բոլոր նման դեպքերում էլ ակնհայտ ռիսկեր պարունակող երևույթներ կան, թմրամիջոցներ, տրաֆիկինգ, հանցավորության ամենալայն սպեկտր եւ այլն։ Եվ միակ, եթե ոչ լիարժեք, ապա համեմատաբար կայուն լուծումը հանրային վերաբերմունքն է երևույթին։ Եթե այն ընդգծված լինի ու հետևողական, ապա դրսևորումներն էլ համապատասխան կլինեն։ Հակառակ պարագայում փակեցինք այս մի կայքը, վաղը կլինի նորը։ Բակտերիայի գոյատևման սկզբունքն է։ Եթե պարբերաբար չես թարմացնում դրա դեմ պայքարի միջոցները, բակտերիան հարմարվում է եղածին ու դիմադրողականություն ձեռք բերում։ Իսկ այդ ժամանակ եղած բոլոր միջոցներն այլևս անօգուտ են դառնում, հետևաբար լուծումն էլ է անկայուն դառնում։